Լրատվական ռադիո FM 106 և 5 Լրատվական ռադիոյի եթերում լուրերի մեծ թողարկումն է, տաղավարում Հայկու Հիմինասյանն ու Կարեկին Խումարյանն են։ Թողարկման մեջ տեղ գտած թեմաների մասին նախ համառոտ։ Սոնա Մովսեսևնա, ես արդեն գիտեմ ձեր փողոցը տան հասցեն ծննդյան օրը ու տարին։ Հոլիվուդյան Startup ֆիլմին արժանի նամակ է այսօր ստացել մեր գործընկերը։ Ճակերտավոր չարագործին օգնել է ոչ ավել, ոչ պակաս հայրենի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Elections AM կայքում բախվում են քաղաքացիների ու պետության շահերը։ Իմ անձնական բոլոր տվյալները բաց են Elections AM կայքի տեղը իմացող բոլոր օգտատերերի համար։ Ուշադրություն, հիմա կլսեք, թե ինչպես է հնարավոր 2 օրում Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացուց դառնալ Ֆրանսիայի Հանրապետության կատարյալ բոմժ։ Պրոֆեսիոնալի խորհուրդը սկսնակ արտագաղթողների։ Պայմանները շատ վատավ բների մեջ են մտնում, սկզբից տեղ չեն տալի բները, գետի ափին բալացին խփած 2.5 ամիս մնացել են։ Լիլիթի երեխան աուտիկ է։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում անել այնպես, որ Հայաստանի Հանրապետությունում երեխան իրեն ուրիշ եւ տարբեր չզգա։ Չկար միտեղ, որ երեխային ընդունեին։ Ինչպես աուտով, այնպես էլ դաունով հիվանդ երեխաները շատ մեկուսացված են հասարակությունից։ Ապրիլի 2-ը աուտիզմի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այս եւ այլ թեմաների մասին ավելի մանրամասն հենց հիմա։ Իսկ դու արդեն գտել ես քո անունը։ Ժողովրդավարությունը հակասում է իմ իրավունքներին։ Չեմ ուզում, որ իմ հասցեն բոլորին հասանելի լինի։ Ես գիտեմ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեն։ Սա իմ Facebook-յան ընկերների մտքերն են։ Մի բուռ ազգենք, իրարից թաքցնելու ոչինչ չունենք։ Երևի հենց այս կարգախոսով է առաջնորդվել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երբ իր կայքում տեղադրել է ընտրողների ռեգիստրը։ Գաղափարն իհարկե լավն է, նվազեցնում է ռիսկերը, ընտրակեղծիքների հնարավորությունը ու ընդհանրապես ժողովրդավարություն ամեն ինչում։ Այսպես, պարզ որոնողական համակարգի միջոցով յուրաքանչյուր մարդ կարող է մուտքագրել ցանկացած անուն, ազգանուն ու գտնել որոշակի տվյալներ, սկսած ընտրատեղամասի համարից։ Մեր գործընկեր Սոնա Մարտիրոսյանը Facebook-ում այս մասին գրառում չունի եւ լավ գիտի, թե որն է իր ընտրատեղամասը։ Որպես համացանցից օգտվող աշխատում է հնարավորինս գաղտնի պահել անձնական կյանքին վերաբերվող տվյալները, հատկապես անծանոթներից։ Սոնա Մովսեսևնա, ես արդեն գիտեմ ձեր փողոցը տան հասցեն ծննդյան օրը ու տարին, ամենայն մանրամասնությամբ։ Էժանագին Startup ֆիլմ հիշեցնող այս նամակը նա ստացել է առավոտյան։ Facebook-յան ընկերներից մեկին, ում անձամբ չի ճանաչում եւ ճանաչել առանձնապես չի էլ ուզում։ Այսպես, միացնում ես համակարգիչը, հավաքում Elections AM էլեկտրոնային հասցեն, սեղմում Հայաստանի ընտրողներ ռեգիստր հղումը, գրում ես անուն, ազգանունը եւ պատրաստ է։ Ունես տվյալ անձի բնակության հասցեն, ծննդյան օրը, ամիսն ու տարին։ Սա ոտնահարում է իմ անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը, ասում է Սոնան։ Պատմությունը տհաճ զուտ զգայական առումով, այսինքն ստացվեց, որ իմ անձնական բոլոր տվյալները բաց են Elections AM կայքի տեղը իմացող բոլոր օգտատերերի համար, ինչը իրականում բավականին տհաճ երևույթ է, որովհետև եթե մարդ իր անձնական տվյալները փակ է պահում նույնիսկ սոցիալական ցանցերում, ինձ թվում է այդ մարդը հրապարակայնացնելու որևէ միտում չունի իր տվյալները, բայց պարզվեց, որ ընտրություններից առաջ մեզ այդքան էլ չեն թողել գաղտնի մնալու հնարավորությունը ու այսօր առավոտյան բավականին տհաճ ու նույնիսկ մի քիչ վախենալու իրավիճակ ստեղծվեց։ Մարդ, որից ես մեղմ ասած խուսափում եմ սոցիալական ցանցերում, այսինքն ոչ թե խուսափում, ուղղակի չեմ ուզում հետը շփվել, ինձ նամակ գրեց իմ բոլոր տվյալներով, այսինքն անուն, ազգանուն, հայրանուն, ծնված թիվ, օր, հասցե, ամենայն մանրամասնություններով։ Ես միանգամից առաջին ռեակցիան բնականաբար վախն էր ու առաջին միտքը էր, թե ես որտեղ կարող եմ թողած լինել իմ անձնական տվյալները։ Փորձեցի գտնել բոլոր մեյլեր, հին օգտագործող, չգիտեմ, սոցցանցեր եւ այլն։ Պարզվեց, որ ոչ միտեղ չունեմ բաց տվյալներ ու վերջում խնդրեցի այդ մարդուն ասել, թե իրականում ինքը որտեղից է գտել իմ տվյալները։ Պարզվեց, որ ինքը ինձ ուղարկեց ընդամենը մի link Elections AM։ Այսինքն մեր հայրենի ընտրական կենտրոնական հանձնաժողովը բոլորիս կյանքը դարձրել հրապարակային օգտագործման ինչ-որ ինֆորմացիայի տեսքով ինձ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի բավականին տհաճ էր։ Ես զրուցեցի Գևորգի հետ իրավաբան եւ նա ինձ ասաց, որ եթե դա օրենքով թույլատրելի է, այդ դեպքում դա կարելի է, այսինքն ոչ մի անօրինական բան չկա, եթե օրենքը դա թույլ է տալի։ Քո կարծիքով ինչ այլընտրանք կարելի է մշակել։ Ես դեմ չեմ, այսինքն իրավաբանները շատ ավելի լավ կիմանան դա օրենքով թույլատրելի է թե չէ, բայց ես նաեւ վստահ եմ, որ ես ունեմ սահմանադրական իրավունք գաղտնի պահելու իմ անձնական տվյալները մարդկանցից, ում չեմ ուզում դրանք
ասել։ Այսինքն իմ կարծիքով կարող է դա զուտ զգայական է կամ անձնական մոտեցում, բայց իմ կարծիքով խախտվել է իմ անձնական կյանքի գաղտնիության սկզբունքը։ Կարծում եմ, որ շատ ավելի պաշտպանված մեխանիզմ կարելի էր մտածել նման ռեգիստր ստեղծելու համար, օրինակ կարելի էր ամենապրիմիտիվն եմ ասում, վերցնենք անձնագրային տվյալները, այսինքն անձնագրի համար սերիա հավաքեր ու տեսներ դու կաս այդ ռեգիստրում թե չկաս։ Զարգացած մեխանիզմներ կարելի էր օգտագործել, չգիտեմ գաղտնաբար եւ այլն նմանատիպ բաներ, այսինքն գրանցվեիր կայքում, նոր գտնեիր քեզ։ Իսկ սենց համոզված եմ, որ օրենքի խախտում չի, որովհետեւ չեմ կարծում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատահական մարդիկ են նստած, բայց ամեն դեպքում անձնական կյանքի առումով բավականին տհաճ է, երբ որ քո մասին ողջ ինֆորմացիան հասանելի է բոլորին եւ կարծում եմ, որ շատ հնարավոր է, որ դա նաեւ անվտանգության տեսակետից ճիշտ չլինի, որովհետեւ մարդու հասցեն ամբողջությամբ գրելը ինձ թվում է նաեւ անվտանգության տեսակետից այդքան էլ պաշտպանված չի այս համակարգը։ Մարդու անունը, ազգանունը եւ հասցեն անհատական տվյալներ են, իսկ անձնական կյանքի գաղտնիությունը այլ բան է ենթադրում։ Օրինակ, ում հետ է անձը ամուսնացած եղել, ինչ սեփականություն ունի եւ այլն, իսկ անձնական տվյալների տարածումը թույլատրվում է երկու դեպքում՝ երբ անհատը համաձայն է կամ երբ դա թույլատրվում է օրենքով։ Պարզաբանում է ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը։ Այդ ընդհանրապես ցույց տալի մարդը որտեղ է գրանցված, դες անձնական կյանքի գաղտնիությունը չի ոտնան, չի մտնում այդ մարդու կյանք, չի ասում ինքը ինչ ապրանք ունի եւ այլն եւ այլն։ Ինքը անհատական տվյալ է, իսկ անհատական տվյալը օրինականա թե չէ, այդ տարածելը Այդ էլ անհատական տվյալների մասին օրենքով է սահմանվում։ Սենց այդ օրենքը ասում, եթե առանց մարդու համաձայնության չի կարելի անհատական տվյալները հավաքել կամ օգտագործել կամ հրապարակել, այդ մի պայման ու երկրորդ պայմանը կարելի է դա անել, եթե դա թույլատրված է օրենքով։ Հիմա եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա անում է օրենքով թույլատրված կարգով, ուրեմն դա արդեն օրենքի խախտում չի։ Եթե գրած չի, ուրեմն դա ոտնահարում է։ Ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն այս ցուցակների հրապարակումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում թույլատրելի է, իսկ քաղաքացիների բողոքը անհիմն։ Դաշնակցական падգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքն է։ Ես չեմ կարծում, որ դա հիմնավոր բողոք է, ինչու, որովհետև նախ ընտրողների ցուցակը հրապարակվում է նաև տեղամասերում։ Որևէ անձ կամենար որոնել ինչ-որ անձի գտնելու համար, կարող է նաև ընտրական տեղամասերում փակցված ցանկից գտնել այդ մարդուն։ Առաջինը սա։ Երկրորդ կարևոր հանգամանքը անձի վերաբերյալ զուտ այնպիսի տեղեկատվություն, ինչպիսին անուն, ազգանունն է, ծննդյան թիվն ու քվեարկության տեղամասը, հաշվի առնելով համապետական նշանակությունը այս դեպքում, ես չեմ կարծում, որ անձի զուտ այսպիսի սուբյեկտիվ իրավունքը կարող է ավելի բարձր դասվել, քան հանրության շահը կամ հանրային իրավունքը։ Պետական շահը միշտ գերակա է, դա հասկանալի է բոլորի համար, մանավանդ ընտրություններից առաջ, ուղղակի ենթադրության կարգով։ Պետական շահը կազմվում է պետության քաղաքացիներից յուրաքանչյուրի շահի հանրագումարից։ Վերադառնանք մեր առաջին հերոսին, մեր գործընկեր Սոնա Մարտիրոսյանին։ Սոնան չի ուզում, որ ով ասես իմանա, թե որտեղ է նա ապրում ու նա վստահաբար մեղավոր չէ, որ երկրում ընտրություններ են ու նրա ու բոլորիս անձնական տվյալները հասանելի են ում ասես։ Բոլոր նրանց, ովքեր համարում են, որ մարդկանց հասցեները հրապարակելը ճիշտ է, առաջարկում ենք հավաքվել ու Սոնայենց տան դիմաց հերթապահություն սահմանել, որպեսզի տանտեղն իմացած հայտնի ու անհայտ երկրպագուները չխանգարեն մեր գործընկերոջ անդորը։ Շարունակում ենք թողարկումը, եթերում մեծ լուրերն են։ Վերջին 2 տարիների ընթացքում ավելի քան 11,000 Հայաստանի քաղաքացի դիմել է արևմտյան պետություններին ապաստան տրամադրելու խնդրանքով։ Սա ՄԱԿ-ի փախստականների գործակալության վերջին զեկույցն է։ Դրա համաձայն միայն Ֆրանսիայում 2011-ին 2 անգամ ավելի շատ հայ է ապաստան խնդրել, քան նախորդ տարի։ 2010-ին Ֆրանսիայի իշխանությունները ստացել են 1800 հայաստանցու դիմում, իսկ 1 տարի անց արդեն ավելի քան 3600-ի, ասված է զեկույցում։ Այս ցուցանիշով հայերը Ֆրանսիայում ապաստան խնդրող 10 ազգությունների մեջ զբաղեցնում են երրորդ հորիզոնականը, 140 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանի եւ 70 միլիոն բնակչություն ունեցող Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունից հետո։ Ուշադրություն, բոլոր նրանք, ում ռադիոընդունիչը 106.5 հաճախության վրա է, ամենայն մանրամասնությամբ կիմանան, թե ինչու են մեր քաղաքացիները արտագաղթում Ֆրանսիա, ինչ մեխանիզմներ են օգտագործում եւ ինչի առաջ են կանգնում։ Համոզված ենք այս նյութը լսելուց հետո դուք ձեր մտքից կհանեք փախստական դառնալու գաղափարը։ Մեր հերոսը մոտ 1 տարի ապրել է Ֆրանսիայում որպես փախստական, նա չի ցանկանում ներկայանալ, բայց ցանկանում է տեղեկացնել համաքաղաքացիներին, թե ինչ է ենթադրում փախստական հասկացությունն իրականում։ Այսպես, սկսենք, քայլ համար առաջին։
Ներկայանում ես Ֆրանսիայի դեսպանատուն որպես տուրիստ։ Վիզան ստանալուց հետո օդանավակայան եւ ուղիղ Ֆրանսիա։ Այնտեղ մոռանում ես, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես։ Ասում ես, որ ծնողներիցդ մեկը հայ է, մյուսը ադրբեջանցի։ Քայլ երկրորդ, հանձնվելուց հետո գնում ես մատնահետքդ տալու։ Եթե արդյունքում պարզվում է, որ դու Եվրոպայում չես եղել, լարում ես ստեղծագործական միտքդ ու սկսում գրել քո անձնական պատմությունը։ Դոսիեն ուղարկվում է Փարիզ, գործընթացը կոչվում է օֆրա։ Սրան հաջորդում է դատարանի որոշումը, որը դու կարող ես բողոքարկել։ Երրորդ քայլը հյուրանոցն է, պատմում է մեր հերոսը։ Տեղավորում են հյուրանոցներ, ոչուր սենյակներ են, տուալետը ընդհանուր, կուխնյա չկա, չեն թողում մարդիկ բան էփեն, բաղնիքը ընդհանուր, էլի պայմանները շատ վատ է, բայց մարդիկ այնտեղ իրենց այդ ստեղի տները թողած գնում են այդտեղ մտնում են այդ բների մեջ, այնքան որ գիտեն իրանց իրավունքները պաշտպանված է, իրանց բժշկական խնդիր չունեն, ընդունեցին իրանց ասուրանս ուղարկում են, իքն 89% բուժումը պետությունը վերցնում է իր վրա, մարդիկ հենց գնում են բուժման համար։ Իսկ ինչ որ ֆինանսական աջակցություն ստանում եք։ Օրը հաշվում են 10 եվրո, իսկ թե այդ մերժումները ստանալուց հետո իրանք են տարահանում տեղը թողում են, որտեղ որ ապրում են, ապրեն, ուղղակի տեղափոխում են ավելի վատ տեղ ու տալիս են չեքեր, օրը 4 եվրոյի։ Իսկ ոչ այդ 4 եվրոն, ոչ էլ այդ 10 եվրոն այնտեղ փող չի։ Արտագաղթում են հիմնականում նրանք, ովքեր հավատալով լավ կյանքի տեսիլքին արդեն վաճառել են իրենց բնակարանը եւ ետ դառնալու ճանապարհ չունեն, կամ էլ նրանք, ովքեր ինչ որ խնդիրներ ունեն Հայաստանում, պատմում է մեր հերոսը։ Պայմանները շատ վատ է, այստեղ իրանց մեծ տները թողում են, գնում են այնտեղ բների մեջ են մտնում, սկզբից տեղ չեն տալի մարդիկ, օրինակ ձմեռը մենակ 63 հոգի հայ կար, գետի ափին վայնի պալատքին խփած, 2.5 ամիս մնացել են պալատքի մեջ։ Իսկ ովքեր առանց ընտանիք են, մենակ են գնում, ավելի դժվար է նրանց համար, 4-5 ամսով կարան տեղ չտան, այդ 4-5 ամիսը այնտեղ իրանք ունեն իրանց բոմժանոցները, որ իրանց բոմժերին, ալկաշներին բանում են, որ գիշերը չծառեն, նույն այդ տեղերը տեղավորում են, ասենք բանին, ազուլներին կլինի հայ, թե ադրբեջանցի թե ռուս ժամը 10-ին երեկոյան տեղ են տալի, առավոտը 6-ին հանում են, մինչև տեղավորեն կարող 5 ամիս հետո տեղավորեն կարող 4 ամիս հետո նրանց քաղաք։ Լավ կլինի, որ այդ ժողովրդի ասենք մի հատ բան ուղարկեն, այնտեղ խումբ ուղարկեն, մի հատ նկարեն, չա կատարվում, թե մարդիկ ոնց են մնում, ինչ պայմաններում։ Բերեն ստեղ մեր հերոստատեսությունով ցույց տան, հաստատ կօգնի այն մարդիկ, ովքեր որ տեղեկություն չունեն, ասենք նկարներ են տենում կամ ինչ-որ բաներ են լսում, խաբտվում են, այդ ամեն ինչին գնում հասնում են այնտեղ, արդեն այդ արտահոսքը էլ չի լինի, մարդիկ եք իմանան կոնկրետ ուր են գնում։ Լրատվական ռադիոն է եթերում, շարունակում ենք թողարկումը։ Երեկ կառավարության նիստում գործադիրը ընդունեց աուտիզմ ազգային հիմնադրամ ստեղծելու մասին որոշումը։ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների հատուկ կրթական կարիքները հոգալու համար նոր ուսումնական հաստատություն հիմնելու անհրաժեշտություն է առաջացել։ Ըստ նախարարի, վերջի տարիներին աուտիզմով հիվանդ երեխաների թիվը աշխարհում աճել է 10-ից 15 հազարով։ Հիվանդության աճ նկատվում է նաեւ Հայաստանում։ Կենսաբան Անուշ Ավետիսյանը ասում է, որ հիվանդության առաջացման պատճառները դեռ լիովին բացահայտված չեն, կան միայն կանխավարկածներ։ Աուտիզմը Իրանից ներկայացնում է նյարդաբանական հիվանդություն, որը կապված է հիմնականում երեխաների հետ ու իր սիմպտոմները առաջ են գալիս մինչև 3 տարեկան։ Աուտիզմով հիվանդ երեխեքը հիմնականում սոցիալական շփման խնդիր ունեն, իրանք իրանց աշխարհն են ստեղծում ու ինչ որ շրջապատում, եթե ինչ որ կոնկրետ փոփոխություններ տեղի ունենում, իրանք դրանք կարող են շատ ագրեսիվորեն արտահայտեն, շատ ժամանակ իրանց մոտ առաջանում է մտավոր հետամնացություն ու սոցիալական շփման խնդիր։ Աուտիզմի առաջացման պատճառները կոնկրետ բացահայտված չեն մինչև հիմա, բնության գաղտնիք է դա, բայց մի քանի հատ հիպոթեզ կա, ըստ մի հիպոթեզի կարող դա կապված լինի գլխուղեղի վնասվածքի հետ, ինչ որ մայրը հղիության շրջանում է։ Ըստ ուրիշ այլ հիպոթեզի կապված է դա, երբ որ վակցինաներ են տեղի ունենում կամ երբ որ երեխան ցնավորվում է ծանր մետաղներով, իսկ երրորդ ավելի հավանական հիպոթեզը, որ դա ինք ունի գենետիկական բնույթ զուտ մուտացիա տեղի ունենում բնութի մակարդակով։ Աշխարհում 10-ից 15%-ով մեծացել է աուտիզմով տառապող երեխաների թիվը, աճը գրանցվել նաև Հայաստանում։ Ձեր կարծիքով ինչով կարող է պայմանավորված լինի աճը, ինչն է նպաստում դրան։ Քանի որ կոնկրետ ինքը ինչ-որ պատճառ չունի, բայց ըստ Հայաստանի մակարդակով կարող եմ ասել, որ դա կարող է սոցիալական խնդիր լինել, կարող է կապված լինել ծնողների առողջության հետ, իսկ ինչու ոչ նաև էկոլոգիան է շատ ազդում
գենոտիպի վրա։ Տեսապետությունը աջակցում նրանց։ Կոնկրետ կան եվրոպական որոշ կազմակերպություններ, որոնք փորձում են նման հիվանդություն ունեցող երեխաներին ներգրավեն ակտիվ հասարակական կյանքի մեջ, բայց մեր Հայաստանում, քանի որ մենք ունենք այդ բարդույթը, ինչպես աուտով, այնպես էլ դաունով հիվանդ երեխաները շատ մեկուսացված են հասարակությունից, դրա համար իմ կարծիքով նման ակցիաները նրա համար, որպեսզի նման երեխաները դուրս գան դեպի հասարակական միջավայր, իսկ դրա համար, որպեսզի ավելի լավ լինի այդ երեխաների ինտեգրումը, պետք է հասարակությունը նախ տեղյակ լինի, թե ինչա աուտը, որ չվախենան, որ աուտը երեխան կարա իրանց երեխաների վնասի։ Իրականում չնայած աուտիզմը կարա շիզոֆրենիայի ինչ-որ ախտանիշ լինի։ Հիվանդություն ունեցող երեխաների հատուկ կարիքների, հատուկ իրավունքների ու հատուկ պահանջների մասին կարծես հիշում են տարին միայն մի անգամ ապրիլի 2-ին։ Համենայն դեպս տպավորությունն այսպիսին է։ Այդ օրը տեղի են ունենում տասնյակ միջոցառումներ, տասնյակ թեմատիկ ասուլիսներ, իսկ հետո բոլորը լռում են ու 1 տարի ոչ մի տվյալ, ոչ մի ուսումնասիրություն։ Մենք մի քանի անգամ զանգահարեցինք առողջապահության նախարարություն, որպեսզի իմանանք, թե Հայաստանում աուտիզմով հիվանդ քանի երեխա կա։ Այնտեղից մեզ հայտնեցին, որ հստակ թվեր դեռ չունեն։ Տվյալները կհրապարակեն ապրիլի 2-ին։ Ինչպես նշեցին, կառավարությունը որոշում է ընդունել աուտիզմ ազգային հիմնադրամ ստեղծելու մասին, որը պետք է զբաղվի հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթություն ստանալու, հանգստի եւ մնացած բոլոր իրավունքների լիարժեք իրականացմամբ։ Մինչ այս աուտիկ երեխաների հարցով միայն մասնավոր կառույցներն էին զբաղվում, պատմում է աուտիզմի հաղթահարում հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Մարգարյանը։ 300 հոգի էր անցյալ տարվա գրանցմամբ։ Այս տարի դուք կարող եք շտկել։ Բայց այդ ստատիստիկան չի արտահայտում ռեալ պատկերը, որովհետև կա միջազգային ստատիստիկա ու դրա անհամեմատ ավելի շատ են թվերը։ Ակնկալվում է 4000 երեխայից ոչ քիչ։ Միջնորодный ստատիստիկան, ուրեմն 110 երեխայից մեկի մոտ ախտորոշվում է աուտիզմ։ Կան դպրոցներ քիչ քանակությամբ, որոնցից առաջինը կնշեմ երեխաների զարգացման միջազգային կենտրոնը, որտեղ ուսուցանվում են մոտ 25 երեխա 8 ժամ օրական եւ երեխաներ կան, որ հաճախում են, ասենք, մի քանի ժամով։ Լիլիթի երեխան աուտիկ է։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում անել այնպես, որ Հայաստանի Հանրապետությունում երեխան իրեն ուրիշ ու տարբեր չզգա։ Չկար ոչ մի տեղ, ուր երեխային ընդունեին, պատմում է Լիլիթը։ Լիլիթի խոսքերով իր ընտանիքն ուներ երեխայի հատուկ կարիքները հոգալու համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները ու կարող էին իրենց թույլ տալ մասնավոր կենտրոնները, որոնց գնային համակարգը ինքներդ եք հասկանում, մասնավոր բառի կիրառվելուն պես ուղիղ համեմատությամբ աճում է։ Մենք ամեն ինչ արել ենք, որ իմ երեխան եւ բացի իմ երեխայից նաեւ ուրիշ երեխաները ունենան ինչ-որ մի հաստատություն, որտեղ որ ստանան ամենալավագույնս ինչ-որ հնարավոր է Հայաստանում իրագործել։ Այդտեղ մեր հրավիրով եկել էր արտասահմանից։ Այսքանը հետևեք մեր թողարկումներին, իսկ մենք Գարեգին Խումարյանն ու Հայկո Իմինասյանը ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Հաջողություն։